Այս վայրում դու ես ամենը ամենից վերտեր։ Մեծարվիր մեր կյանքում, մեր կյանքի ամեն մի ոլորտում Տեր։ Մենք գոհանում ենք քեզանից, որ միայն դու ես մեր կյանքի ապավենը, մեր կյանքի ապաստանը, մեր հույսը Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որ քո մեջ մի ամրոց ենք գտել, որտեղ մենք ապահով ենք Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու ես մեր հույսը Տեր։ Մեր հույսը դու ես։ Ոչ մեկից չենք սպասում, մենակ քեզանից Տեր։ Դու ես միայն մեր հույսը, մեր ապավենը։ Շնորհակալ ենք քեզանից։ Գոհանում ենք քեզանից։ Տեր, շնորհակալ ենք քեզանից, որ հնարավորություն ունենք քո զավակները կոչվելու։ Շնորհակալ ենք քեզանից այդ պատվի համար, Տեր։ Քո շնորհքի համար։ Քո շնորհքով մենք քոնը դարանք, Տեր։ Մենք դարձանք քո ժողովուրդը եւ դու մեր Աստվածը։ Մենք գոհանում ենք քեզանից ամեն մի բարի դուրքի համար, որովհետեւ ամեն մի բարի դուրքը քեզանից է վերևից, լույսի հորից։ Ամեն մի բարի բանը, որ կա մեր կյանքում քեզանից է, Տեր։ Ու գոհանում ենք քեզանից ամեն մի բարի բանի համար, ամեն մի օրվա համար, Տեր։ Գոհանում ենք քեզանից։ Փառք քեզ ամենակարող Աստված, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրախ ես, որ եկել ես մեզ։ Փառք Տիրոջը։ Ես Դավիթն ասում է ուրախացա եւ ինձ ասեցին Աստծո տուն արի գնանք։ Ես ամեն անգամ ուրախանում ենք, երբ որ մենք հնարավորություն ենք Տիրոջ տուն գալու, ամեն։ Թող Տերը օրհնի մեզ, որ միշտ ուրախանանք Տիրոջ տունը գալու։ Թող Տերը օրհնի մեզ։ Ինչ լավ լուսավոր օր է, չէ՞ սոր։ Թող Տիրոջ լույսը քո կյանքի ամեն մի խավարը լուսավորի։ Աստծո արևը։ Փառք Տիրոջը, սիրելիներս, կարող եք նստել։ Շնորհակալություն սիրելիներս։ Տերը օրհնի ձեզ։ Ես ողջունում եմ ձեզ, ես ողջունում եմ բոլոր նրանց, ով որ մեզ դիտելու են համացանցով հետո։ Թող Տերը օրհնի ձեզ, ձեր տունը, ձեր ընտանիքը, Հիսուսի անունով։ Փառք Տիրոջ, ամեն։ Ինչ լավ որ դու կաս։ Ինչ լավ որ դու եկեղեցում ես։ Ինչ լավ որ քո կյանքում Աստված կա։ Փառք Տիրոջը։ Գիտեք, այսօր տոնը ծաղկազարդ են ասում Հայաստան, չէ՞։ Ծաղկազարդի տոնն է այսօր, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ մտավ Երուսաղեմ։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Ու ուզում եմ սկսեմ հենց այդ տեղից, երբ որ Հիսուսը մտնում է Երուսաղեմ, այսօր խոսքը պատասխանել եմ ու հենց համընկա, որ հենց խոսքն է դրանից է գալիս։ Թող Տերը օրհնի մեզ, որ մեր միտքը, մեր սիրտը միշտ բաց լինի, որ Տիրոջից խոսք ստանանք, ամեն։ Որտեղ մեր սպասումները Տիրոջից են։ Մարդուց չի։ Հավատա, որ Տիրոջից է։ Ես գիտես շատ հաճախ որ պետք է խոսքով ծառայեմ, ես շատ հաճախ մի բան եմ խնդրում, ասեմ Տեր ջան, օգնի ինձ, որ քեզ չխանգարեմ, որ դու ծառայես քո ժողովրդին։ Հիմա ամենաշատ աղոթներն դա օգնի ինձ, որ քեզ չխանգարեմ։ Եթե դու չես խանգարում, Աստված իր գործը հաստատ անելու է։ Ամեն։ Թող Սուրբ Հոգին այսօր քո հետ քո գործը անի։ Սրանց ուզում եմ սկսեմ Հովհաննեսի ավետարանից 12-րդ գլխից եւ 12-րդ խոսքից։ Հաջորդ օրը, երբ Զատկի տոնին եկած ժողովրդի բազմությունը լսեց, որ Հիսուսը Երուսաղեմ է գալիս, արմավենի ճյուղեր վերցրեց եւ նրան ընդառաջ եղավ աղաղակելով. Օսանա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը։ Հիսուսը մի ավանակ գտավ եւ վրան նստեց, ինչպես որ գրված է. Մի վախեցիր, ով դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է էշի քուրակի վրա նստած։ Հիսուսը ասում է օրը եկավ, ժամանակը եկավ։ Գիտես ժամանակներ կար,
որ 3 տարի, մոտ 3 տարի կես Հիսուսը քայլում է այս երկրի վրա որպես ծառայող, որպես Քրիստոս, որպես Մեսիա, ինքը մտավ իր կոչման մեջը ու ժամանակն եկավ, որ արդեն ինքը պետքա գնար խաչվելության պետք է գնա։ Դրանից առաջ մի շաբաթ առաջ մտնում է ինքը Երուսաղեմ ու այս խոսքերը խիա գրված որ ուրախացիր դուստր Սիոնի, որ քո թագավորը գալիս է մի շքուրակի վրա նստած, որովհետև մարգարեություն էր եղել շատ երկար դարեր առաջ, որ Մեսիան այդպես է գալու։ Եվ մարդիկ ուրախանում են։ Ժամանակն եկել է։ Բայց հենց այդ ժամանակ, երբ որ Քրիստոսը մոտենում է Երուսաղեմին, մի հետաքրքիր բաներ է ասում։ Ուզում եմ կարդամ ինչ ասում Քրիստոսը Երուսաղեմի մասին։ Ղուկաս հավատանում եմ արդեն ուզում կարդամ 19-րդ գլուխը 41-ից 44-րդ որքի ասում է։ Եվ երբ մոտեցավ քաղաք, Հիսուսը երբ որ մոտեցավ, ասում է քաղաքը տեսնելով լաց եղավ նրա վրա ու ասեց. «Գոնե այս օրը դու էլ իմանայիր ինչպես խաղաղություն գտնել, բայց հիմա այն քո աչքերից ծածկված է, որովհետև քեզ վրա օրեր պիտի գան ու թշնամիները շուրջդ պիտի պատնեշապատեն, եւ քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն, քեզ զավակներիդ հետ հիմնահատակ պիտի անեն եւ քարդ քարի վրա չպիտի թողեն, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելու է եկել Տերը»։ Գիտես, ուզում եմ մի կոչ անեմ, շատ կարևոր է, ճանաչիր այցելության ժամանակը։ Ճանաչիր այդ ժամանակը, գնահատիր ժամանակը, երբ որ Տերը գալիս է քո կյանքը։ Երուսաղեմն ասում է, դու ինչ բաներին ես հանդիպելու նրա համար, որ չճանաչեցիր այն ժամանակը, երբ որ Տերը քեզ այցելության եկավ։ Շատ կարևոր է, որ մենք ճանաչենք այդ ժամանակները։ Այսօր ուզում եմ մի քիչ ժամանակների մասին խոսամ, որ մենք ունենք տարբեր ժամանակներ մեր կյանքում, տարբեր սեզոններ կներեք այդ բարի համար։ Ու շատ կարևոր է, որ մենք ճանաչենք այդ ժամանակները, որ Տերը մեզ տալիս է։ Տարբեր են ժամանակները։ Ժամանակների մասին Աստված շատ է գրած։ Ես ում մի քիչ այսօր նայենք այդ մասին։ Այցելության ժամանակների մասին կարդացինք, բայց հիմնական տեղը գիտես որն է այսօրվա քարոզես։ Ուզում եմ կարդամ կույսերի մասին։ Հիշում եք 10 կույսերի արակը, երբ որ Քրիստոսը խոսում է 10 կույսերի մասին։ Եկեք սկսենք իրար հետ ու մանրամասն գնանք այդ արակին որոշ բաներ փորձենք սովորենք մեր համար։ Մատթեոս ավետարանի 25-րդ գլուխը առաջի խոսքից։ Ասում է այն ժամանակ, էլի ժամանակների մասն ասում է։ Կնմանի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Եթե մի բան նկատես, ասում է դուրս եկան։ Բոլորն դուրս եկան, չէ՞։ 10-ն էլ դուրս եկան։ Չես կասես, կեսը դուրս եկան, կեսը դուրս չեկան։ Ասում է 10-ն էլ դուրս եկան։ Բոլորն էլ դուրս են գալի։ Բոլորն հավատում են Տիրոջը, բոլորն այցելում են եկեղեցի, բոլորն որոշ ժամանակ տրամադրում են Տիրոջը։ Բայց ասում է նրանից 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար։ Սկզբից նայում ես 10 հոգի են։ Ասում է 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար։ Դες դժվարը ինչն է։ Որ սկզբում չի երևում ով է հիմար, ով է իմաստունը։ Չես կարա, չի հասկանաս։ Որն է հիմար, որն է իմաստունը։ Բոլորն են նույն ձևի են։ Բոլորն են վրոց հավատացել են, բոլորն են գալիս են Տիրոջը, բոլորն են ասում են Հիսուսն է մեր Տերը, մեր Փրկիչը։ Բոլորն են հավատում են Տիրոջը։ Բոլորը։ Ու այս 10-ի մասին է խոսում, չէ՞։ Մենք որ եկեղեցի են գալի, ուրեմն հավատում ենք Տիրոջ։ Ուրեմն ասեմ, որ այս խոսքը մեր մասին է։ Ամեն։ Այս խոսքը մեր մասին է։ Ասում է նրանցից 5-ը իմաստուն են եւ 5-ը հիմար։ Բայց այդ իմաստությունը ու հիմարությունը ժամանակները պետք որ երևա, մարդ իմաստունա թե հիմարա։ Ուզում եմ մի ուրիշ տեղ կարդանք Ղուկաս ավետարանի 6-րդ գլուխը 46-րդ խոսքից ասում է. «Եվ ինչու եք ինձ Տեր կոչում, եւ չեք անում այն, որ ասում եմ։ Ամեն ով որ ինձ մոտ է գալիս եւ իմ խոսքերը լսում է նրանց անում, ցույց տամ ձեզ, թե ում է նման։ Նման է մի տուն շինող մարդի, որը փորեց եւ խորացրեց եւ հիմը ժայռի վրա դրավ»։ Գիտես իմաստունը, որ սկսում է տուն կառուցել, ոչ թե սկսում է միանգամից վերև բարձրանալ, այլ սկսում է ներքև իջնել, արմատի մոտ իջնել։ Ասում է փորեց, խորացրեց, ժայռը գտավ եւ հիմը ժայռի վրա դրեց։ Հետո որ ժամանակները փոխվում, արդեն նոր զգում ես ինչա կատարվում։ Ասում է եւ երբ որ ջրի հեղեղը եկավ, եթե այն տանը զարկեց եւ չկարողացավ շարժել նրան, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված։ Մեր ժայռը Հիսուսն է, ամեն։ Բայց նա ով լսում է եւ չի կատարում, նման է մի մարդու, որ տունն է կառուցում հողի վրա, առանց հիմքի։ Եթե խփես եւ այս իսկույն փլվես, եւ այդ տան կործանումը մեծ եղավ։ Գիտես, երկուսն է տուն են շինում, երկուսն է տուն են կառուցում։ Սկզբից երբ որ հեղեղը չի եկել, երբ որ քամիները չեն եկել, ջուրը չի ասե, դու չես հասկանում ով է իմաստուն, ով չի իմաստուն, ով է տունը վեմի վրա կառուցել, ով է տունը կառուցել հողի վրա, չես տեսնում։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, որ միշտ գալու են գայթակղությունները, միշտ գալու են փորձությունները, ամեն մեկի կյանքում հնարավոր չի որ քո կյանքում չգան այդ բաները։ Հնարավոր չի։ Կամ հիվանդություն ա լինում, կամ չգիտեմ,
գումարների հետ կապված լինում կամ չգիտեմ, տարբեր իրավիճակներ կարող են կյանքում։ Այն ժամանակ երևում է ով ինչի վրա է կառուցել իր հիմքը։ Եթե դու հիմքը կառուցել ես ժայռի վրա, դու կկանգնես, ու ոչ մի փոթորիկ քեզ չի կարա փշրի կամ չգիտեմ, քսի։ Բայց շատ կարևոր է որ դու քո հիմքի մասին միշտ մտածես։ Մի բան կառուցելուց, քո հոգևոր կառույցը կառուցելուց միշտ մտածի հիմքի մասին, որ դու խորես, փորես եւ հիմքը դնես ժայռի վրա։ Այն ժամանակ նոր երևում է ով էր իմաստունը, ով էր հիմարը։ Ամեն։ Ուզում եմ վերադառնամ մեր կույսերին։ Ասում եմ այն հիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձեթ վեր չարան իրանց հետ։ Սակայն իմաստունները իրանց ամաններում ձեթ վեր առան իրանց լապտերների հետ մեկտեղ։ Եվ երբ որ Փեսան ուշացավ, իրավիճակ եկավ։ Փեսան ուշացավ։ Ամենքը թմրեցին եւ քնեցին։ Գիտես, համ իմաստունները, համ հիմարները քնեցին։ Նես որ իմաստունները չքնեցին։ Ասում եմ Փեսան ուշացավ։ Քնեցին համ նրանք։ Ուզում մի խորհուրդ էլ ներստե։ Մենք բոլորս քնելու ենք ու Փեսային հանդիպելու ենք։ Դա գաղտնիք չի, չէ՞ ոչ մեկի համար։ Մի օր ծնվել ենք, մի օր հանդիպելու ենք Փեսային։ Դա գաղտնիք չի, տես մարդ չգիտեմ որ չի հանդիպել Փեսային։ Մենք բոլորս մի օր հանդիպելու ենք Փեսային։ Ասում եմ իմաստուններն էլ, հիմարներն էլ մի օր քնեցին ու հետո Փեսային հանդիպեցին։ Եվ ասում եմ Եվ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Մի աղաղակ եղավ։ Մի բան տեղի ունեցավ։ Արդեն բոլորը գոռում են, Փեսան եկավ, Փեսան հեսա գալիս է։ Գիտեք, այն ժամանակ այդ Պալեստինայի շրջանում դա մենք ենք կարդում, ասում ենք, ինչ արակա, ինչի մասն է, բայց այն վաղ տենց է հարսանիքը։ Երբ որ Հիսուսը այս արակը ասում է, բոլորը հասկանում են ինչի մասն է, որովհետև այն ժամանակ որ մարդիկ ամուսնանալուց են եղել, ասենք Փեսան կարող է մի քանի օր ուշանալ։ Մի քանի օր կարող չգար։ Ու հարսի ընկերուիները ոնց որ հետը պետքա պատրաստ սպասեն, երբ Փեսայի ձայնը գալու, որ Փեսան եկավ։ Դուրս գային դիմավորելու։ Դրա համար այս արակը որ Հիսուս պատմում է, բոլորը հասկանում են ինչի մասն ասում։ Մեր ամենը մի քիչ խորթ թվում թե ոնց ասենք, ամուսնացել վсё, սակման բրծան գնացին։ Բայց չէ, այն ժամանակ տես չի եղել։ Հիմա էլ է տես, գիտեք, բարակցնեմ, ես մի բան կարդացի, մի մարդու մասին, որ գնացել էր ընդ եւ ասում է գնացի տեսա Նսա սպասում են ինչ-որ տես բան է, էլի, ասում է, մեկը հասկացա, որ իրենց հարսանիք է։ Պատմեցին, որ միջև հիմա իրաց մոտ շատ հաճախ տենց հարսանիքներ են ասնում, որ Փեսան երկար ժամանակ չի գալու ու չգիտեն երբ է գալու։ Պետք է ուղղակի հարսը պատրաստ լինի Փեսային դիմավորելու։ Ու երբ որ Քրիստոս խոսում էր, բոլորը հասկանում են ինչ ասում։ Ասում է 7-րդ խոսքից ասում է, այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին։ Բայց հիմարները ասեցին իմաստուններին. Դուք մեզ ձեր յուղից տվեք, որովհետեւ մեր լապտերները հանգչում էին։ Հետո քիչ ասում է լավ է։ Ասում է ձեր յուղից տվեք, մեր լապտերները հանգչում են։ Որ մեր հայրն լեն ոնց կպատասխանի, ասեն ճոխ գնի, ժող գնես։ Բայց հայ չէին, հրյա էին։ Չես կական էլի, որ մի գտնեմ ասում, «Էլի չեն ասում, կարող է տակ, եթե խնդրենք չեք, ասում, տվեք հələ ձեր յուղից, մեր լապտերները հանգչում են»։ Էլ բան չունեմ անելու, իմ յուղից քեզ տամ։ Բայց եթե գիտես, որ ասում մեր լապտերները հանգչում են, ի՞նչ է նշանակում, ուրեմն վառվում են ժամանակին։ Եթե հանգչում են, ուրեմն ժամանակին վառվում են։ Ու գիտես, շատ հաճախ չի ստացվի ուրիշից այդ յուղը վերցնելը, պետք է քո յուղը ունենաս։ Բայց այս կույսերը իրանց էլ պետք է սովորենք իմաստուն պատասխանեն, էլի։ Շատ կարևոր է իմաստուն ձևով մերժել մարդկանց։ Ոչ թե ասես ճոխ կլինի ժող կընկնես, այլ իմաստուն ձևով մերժես մարդկանց։ Եթե քեզ դաժե մի քիչ այնց անհարմար հարց են տալի ու դու հաստատ գիտես, որ չես պատասխանում, չես տալու, ինչ որ ուզում են, մի քիչ իմաստուն ձևով պատասխանես։ Ասում եմ, իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. «Միգուցե մեզ ու ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ է գնացեք ծախողների մոտ եւ գնացեք ձեզ համար»։ Իմաստուն պատասխան։ Բայց շատ կարևոր է, որ մենք կարենանք իմաստուն ձևով մերժել մարդկանց։ Եթե գիտես, բաները գալի, որ չես կարանես։ Պետքա մերժես։ Ուրիշ տարբերակ չունես, բայց իմաստուն ձևով անենք, էլի մարդկանց չնեղացնենք, մարդկանց գիտես ոնց չցավացնենք։ Չցավացնենք։ Շատ կարևոր է դա, իմաստուն ձևով մերժել։ Հետո ինչ ասում, եւ երբ որ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ։ Եվ պատրաստները նրա հետ հարսանիք մտան։ Եվ դուռը փակվեցավ։ Այստեղից սկսում է կինոն, այստեղից սկսում է պատմությունը։ Ասում է պատրաստները մտան Փեսայի հետ հարսանիք եւ դուռը փակվեցավ։ Եբրայեցիս 9:27 ասում է. «Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստանը»։ Թող ոչ մեկ չխաբի քեզ։ Գիտեմ, որ այդքան էլ հավեսին խոսքեր չի, որ լսում ես այդ մասին, բայց գիտես ամեն մեկից է սպասում է։ Ասում է մի անգամ ապրելու ես, մեռնելու ես, մեկ է դատաստանը գալու։ Շատ կարևոր է որ մենք այդ մասին մտածենք, այդ ժամանակի մասին մտածենք։
հիմի սկսենք մտածել, այն 79 տարեկան որ դառնում ես այդ ժամանակ չես մտածում, հենց մի քանից սկսի մտածել։ Ես մի հետաքրքիր բան էլ ասեցի, ասում ով որ գալիս է Տիրոջը ծերության ժամանակ հոգին փրկում է, բայց ով որ գալիս է երիտասարդ ժամանակ, այս կյանքն էլ է փրկում։ Դա շատ կարևոր է, որ հենց այսօր, ասում իմաստունը ասում է հիմա է փրկության ժամանակը։ Հիմա, հենց մի է փրկության ժամանակը։ Հենց հիմա մենք պետք է մտածենք այդ օրվա մասին։ Թող Տերը օրհնի մեզ, որ մենք միշտ իմաստուն լինենք, իմաստունների մեջ լինենք, էլի, հիմարների մեջ չլինենք։ Ամեն։ Ուզում եմ մի պատմություն կարդամ, որը մի քիչ խոսած այդ պատմության որոշ չափի մասին, դա մեծ պատմություն է։ Ուզում եմ կարդամ լրտեսների մասին։ Հիշում եք, երբ որ Աստված իր ժողովրդին Եգիպտոսից հանեց, հետո երբ որ կանգնած էին մի, ասենք սահմանի եզրին, երբ որ պետք է մտնեին այն խոստացված երկիրը, 12 լրտեսներ ուղարկեցին։ Ամեն մի ցեղից 12 ցեղեր, չէ՞։ Ամեն մի ցեղից իմաստուն մարդիկ ուղարկեցին, որ իրանց, ասենք, իշխաններն էին, էլի, իշխանավոր մարդկանց ուղարկեցին, որ ասենք իրանց բոլորը լսում էին, բոլորը հավատում էին իրանց, փորձված մարդիկ են, ասենք դες։ Ասում 12 հոգի ուղարկեցին, 12 հոգին գնացին, տեսան 40 օր մանեկան, հետ եկան, ու ասում են 10 հոգին ասում են այնքան լավ երկիր էր, շատ լավ երկիր էր, բայց մենք չենք կարող մտնենք։ Երկու հոգին Հիսուսն եւ Խալեբը ասում են կմտնենք։ Ու ոնց որ թե ես դեմոկրատիան մի քիչ դեմ եմ հաճախ։ Չգիտեմ։ 10 հոգին երկու հոգու բանը ոնց որ ավելի բանը էլի քաշա ավելի 10 հոգու քաշա ավելի շատ էր, քան թե երկու հոգու քաշա, դրա համար որոշեցին չմտնեն։ Ու այդ ուզում եմ այդ պատմության վերջը կարդամ, հենց ինչ էր սպասում ժողովրդին։ Թվոց 14-րդ գլուխը 34-րդ խոսքից։ Ասում է այս օրերի հաշվովը արդեն Եհովան խոսում է իր ժողովրդի հետ Մովսեսի միջոցով, ասում է այս օրերի հաշվովը, որ երկիրը 40 օր լրտեսեցիք, այնպես ամեն մեկ օրվա տեղ 1 տարի, այսինքն 40 տարի կկրեք ձեր անօրենությունները, որ եւ կճանաչեք իմ մերժումը։ Դեր ասում է, որ չուզեցիք մտնեք, չհավատացիք, որ ես կմցնեմ։ 40 օրվա տեղ 40 տարի ես անապատում անցնելու եք։ 40 օրվա տեղ 40 տարի։ Ասում է եւ Եհովան ասեց. անպատճառ պիտի անեմ այս բաները այն բոլոր չար ժողովրդին, որ ժողովել են ինձ դեմ։ Նրանք այս անապատի մեջ պիտի վերջանան եւ այստեղ մեռնեն։ Եհովան խոսք ասում Մովսեսի ու Ահարոնի միջոցով իր ժողովրդին խոսք ասում է. չհավատացիք ինձ։ Չեք հավատում, որ ես կարող եմ այս բաները անեմ։ Դրա պատճառը, դրա հետևանքը կլինի պատիժը։ 40 տարի անապատ մեկ լինելու, միջև 20 տարեկանից բարձր ամեն մեկը մեռնի, 20 տարեկանից ցածր ձեր երեխեքը կմտնեն խոստացած երկիրը, որ կտենան, որ ես կարամ տամ ձեզ խոստացած երկիրը, բայց դուք, որ չհավատացիք, չեք մտնելու։ Ու հետո ինչ է տեղի ունենում։ Եվ Մովսեսը խոսեց այս խոսքերը Իսրայելի ամեն որդկանց հետ, եւ ժողովուրդը մեզ սուք արավ։ Արդեն ոնց որ տեղ է սկսում ասնել կամաց, արդեն սկսում են սուք անել։ Տերը վատ բաներ ասեց մեր մասին։ Ասում է եւ առավոտանց կանուխ լերան գլուխն ասելով, ահա մենք եկեք վեր ելնենք այն տեղը, որ Եհովան ասել է, որովհետև մեղք գործեցինք։ Կարելի ասել համարյա ապաշխարեցին, չէ՞։ Հասկանում են, որ մի բան սխալ արեցին, իզուր չհավատացին, պետք է հավատային Տիրոջը։ Եվ Մովսես ասեց. ինչու եք խախտում Տիրոջ հրամանը, այդ բանը ձեզ չի հաջողվի։ Վեր մի ելեք, որովհետև Եհովան ձեր միջում չի, որպեսզի ձեր թշնամիների առաջ չջարդվեք, որովհետև ամաղիկացիները եւ կանանացիները այստեղ ձեր առաջին են, որ դուք սրով ընկնեք, որովհետև դուք Եհովայից ետ եք դարձել, Եհովան ձեզ հետ չի լինի։ Գիտես ժամանակներ կան, սեզոններ կան մեր կյանքում, սեզոններ կան։ Մի օր առաջ, հենց այդ օրը Աստված ասել էր մտեք այդ երկիրը, ես ձեզ տալու եմ այդ երկիրը։ Աստված խոսաց Մովսեսի միջոցով ժողովրդի հետ, հանդիմանեց, ասեց անհավատներ եք, պատժվելու եք 40 տարի, անպատճառ պատժվելու եք ձեր անհավատության պատճառով։ Ասում են նույն առավոտ կանուխ հաջորդ օրը արդեն բոլորը դուրս եկան, ասում են դե զղջացինք, ապաշխարեցինք, գնում ենք։ Մովսեսն ասում է ձեր հետ Աստված չի լինելու։ Մի գնացեք։ Всё, արդեն գիտեք ոնց ասում են պոյզ դուշով։ Всё։ Մեր կյանքում կան սեզոններ։ Գիտեք, եթե ես ասենք գարունը կարտոլ չեմ ցանել, ինչքան ուզում աշունը գլուխս պատերով տամ, մեկը չեմ կարելու կարտոլ հնձեմ, չէ՞։ Եթե ցորեն չեմ ցանել գարունը, աշունը ինչ էլ ուզում անեմ, ինչքան էլ ուզում ապաշխարեմ, ինչքան ուզում զղջամ, վախի այսքան բան չարեցի, վայ չէի հասկանում, ախր այդքան հիմար է, որ չհասկացա, որ կարող է յուղ վեկալ է։ Լապտեների համար յուղ է պետք գալու։ Հո հիմար չէի։ Բայց ինչքան ուզում այդեն զղջաս, ապաշխարես, սեզոնը արդեն բաց ես թողել։ Դա շատ կարևոր է, որ մենք ճանաչենք այցելության ժամանակները։ Ճանաչենք, որտեղ ժամանակները գալով արդեն ուշ է լինելու։
Դու փորձել ես ռուսերեն գիտեք մի հատ բան ասում են поздно пить боржоми, когда почки отказали։ Ժամանակին պիտի բաժոմի խմեր, ոչ թե արախ խմեր։ Արդեն որ почки երիկամները հրաժար ինչ են անում։ Почки կհատկազեն գալ արդեն ուշ է։ Ժամանակ ամեն ինչին։ Ժամանակը որ դու ճիշտ շինես, ժամանակը որ դու ընտանիքիդ հետ ժամանակ անցկացնես։ Գիտես, եթե որ երեխեդ արդեն 30 տարի է, 30 տարեկան է դարձել, արդեն ուշ է իրան փորձես դաստիարակես, չգիտեմ ինչ անես, հետո ժամանակ անցկացնես։ Շատ մարդիկ այդ թակարները ընկնում են։ Փորձում են փողեր աշխատել, որ երեխին լավ դաստիարակություն տան, լավ չգիտեմ, բան տան, համասարաններում լավ սովորեն, ամեն ինչից հետ չմնան, բայց հետները ժամանակ չեն անցկացնում, չեն դաստիարակում երեխին։ Գիտես, ուշ է արդեն, երբ որ կինդ արդեն քեզ թողել է բաժանվել է գնացել է, արդեն ուշ է հետը բանանես ինչանա, հարաբերություններ կառուցես։ Ժամանակներ կան։ Ամեն ինչ համար իր ժամանակը կա։ Ես հավատում եմ, որ մեր Տերը ողորմած է իհարկե, մեզ շանս տալիս է փրկվելու, բայց մենք պետք է հասկանանք, ինչ որ ցանես ենք հենց այդ չի փոխվելու։ Պետք է ճիշտը ցանենք։ Գիտես, ասենք եթե դու հիմի երիտասարդ մարդ ես, չէ, Աստված քեզ կանչում է մի բան անելու, ասում է քեզ կոչում եմ թե որ դու այս բան անես։ Ես քեզ կարամ մի բան ասեմ, մի անգամ ես որ պատանի էի, որ եկեսում է հովիվ հավաքես մեզ, ինք արդեն մի 50 տարեկան է, ասավ գիտեք ինչ, ասավ ես արդեն տարիքով մի քիչ ավել եմ, իմ համար ավելի դժվար է որոշ բաներ անելը, ավելի դժվար է երանդով տես տարել, ոնց որ դուք կարաք մի անեք։ Բաներ կան, որ դու ժամանակը պետքա բաշխ թողես։ Եթե դու երիտասարդ ես, քո կյանքը պետքա նվիրես Տիրոջը։ Ժամանակը գալ, որ դու զղջալու ես, ասել ես այն ժամանակ էս պետք է անեի։ Պետքա դոլար առնելի, որ կուրսը 23 էր, 125-ով ծախեի։ Զղջալու ես այդ մասին։ Բայց արդեն չես կարա, կուրսը արդեն փոխվել է։ Գիտես, ժամանակներ կա, իսկական սեզոններ կա մեր կյանքում։ Մենք պետք է ճանաչենք այս սեզոնները։ Մենք պետք է հասկանանք ինչ է գալիս մեր կյանքում։ Ու ինչով վերջացավ։ Ասում եմ, բայց նրանք հանդ գնեցին, համարձակվեցին, չգիտեմ, ռիսկ արեցին, լերան գլուխը վերելնելու, սակայն Եհովայի ուխտի տապանակը եւ Մովսեսը բանակի միջից չբաժանվեցին։ Եհովայի ուխտի տապանակը այն վաղ խորհրդանշում էր Աստծո ներկայությունը։ Աստծո ներկայությունը արդեն հետները չէր։ Մովսեսն հետները չէր։ Իրանց առաջնորդը ու Աստծո ներկայությունը հետները չէին։ Իրանք իրանց գլխու արդեն բարձրացան ոնց էր կռվի։ Ասում են, այն ժամանակ այն սարի վրա բնակվող ամաղակենացիները եւ քանանացիները իջան եւ զարգեցին նրանց եւ հալածեցին մինչեւ հորմա։ Սեզոնը բաստողեցին։ Ցես դոկտորը օշնի մեզ, որ մենք միշտ հասկանանք որն է մեր կյանքի սեզոնները, որ մենք ճանաչենք այցելության ժամանակները, եւ որ Տերը մեզ գալիս է մեր հետ սկսում է խոսալ մեզ բան ասում, մենք ճանաչենք այդ ժամանակները։ Հիսուսը լացում էր, ասում է. Երուսաղեմ, դու չճանաչեցիր այն ժամանակները, որ Տերը այցելություն արեց քեզ։ Դու չճանաչեցիր։ Երուսաղեմի կյանքում էլ Քրիստոս եկավ։ Հրեաների կյանքում էլ ժամանակին Քրիստոս եկավ, բայց չճանաչեցին։ Այսօր էլ մեր կյանքում շատ հաճախ լինում է, որ Տերը մի բան է ուզում ասել, բայց մենք չենք ճանաչում իր ներկայությունը, չենք ճանաչում իր այցելության ժամանակը։ Մենք էլ մտածում ենք մեր բաների մասին, մեր հաճույքների մասին, մեր կարծիքների մասին, մեր ամբիցիաների մասին, ու շատ հաճախ մեր այդ ամբիցիաներով այնքան ենք տարվում, որ մոռանում ենք Տիրոջ մասին լսելը դաժե։ Շատ հաճախ մոռանում ենք։ Երբեք չթողես քո ծառայությունը, քո եկեղեցին Տիրոջը որդքերը պին բռնի, ու Տիրոջ հետևից գնա միշտ։ Այդ դեպքում դու միշտ հաջողակ կլինես։ Ինչքան դու հեռանաս Քրիստոսից, այնքան վատ ալենելու։ Ինչքան դու մոտենաս Տիրոջ, այնքան ավելի լավ ալենելու։ Հա, Տիրոջը։ Մի մարդ էլ կար, իրան լավ գիտեք, երկու եղբայր էին, մեկը Եսավը, մեկը Հակոբը։ Հիշում եք։ Գիտեք, ժամանակ եկա, որ Եսավը առաջնեկն էր։ Անդրանիկ որդին էր։ Շատ օրցուցումներ կար իր կյանքում։ Ինքը անդրանիկությունը իր վաճառեց մի փոքր կերակուրի համար։ Ոսպով ճաշի համար, կարմիր ոսպով ճաշ էր ուզում ուտեր, այդ ոսպով ճաշի համար իր անդրանիկությունը ծախեց։ Ասում է, ինչ ունեմ, ինչի՞ս է պետք է անդրանիկությունը ծախեց։ Ուզում իր մասին կարդանք ինչ ասում Աստծո խոսքը, արդեն նոր ուխտում, արդեն համարյա վերջերն Աստվածաշնչի ասում է Եբրայեցիս 12-րդ գլուխը 16-ից 17-րդ խոսքը ասում է, որ չլինի մեկը խորնիկ եւ պիղծ ինչպես Եսավը, որ մի կերակուրի համար իր անդրանիկությունը ծախեց։ Որովհետեւ գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեցավ, որովհետեւ ապաշխարության տեղ չգտավ, թեև արտասունքով խնդրեց նրան, արտասունքով, ասում արդեն լացում էր։ Արդեն ձեռները գլխին էր դրել, ասում էր, «Բա ինչ արեցի»։ Լացում էր արդեն, որ անդրանիկությունը կորցրեց, բայց մա մերժվեցավ։ Չկայացավ մտնել բանի մեջ, որ արդեն ինքը ուներ, որովհետեւ ժամանակին ծախել էր։ Դե շատ հաճախ մեր կյանքում էլ այդ ժամանակներ գալիս։ Պետք է միշտ իմաստուն լինենք ու ժամանակները ճանաչենք, որ հանկարծ չլինենես, որ մեր անդրանիկությունը մի բանի հետ ծախենք։ Մի աման ապուրի չգիտեմ, ինչի հետ ծախենք, որովհետեւ դու
զորավոր մարդ ես Քրիստոսի մեջ։ Դու օրհնված ես Քրիստոսի մեջ։ Քո օրհնությունները Քրիստոսն են։ Մենք գիտեք, աղոթում ենք կարիքների մասին, չէ՞, աղոթում ենք, քուրիկը որ բարձրացավ, աղոթես կարիքների մասին, բայց ես շատ հաճախ ասում եմ, անհավատ մարդու կարիքների անունը Հիսուս է։ Տարբեր կարիքներ կա ունենան, բայց բոլոր կարիքների անունը Հիսուս է։ Եթե դու Հիսուսին ունես, ամեն ինչ ունես։ Քո կարիքների լուծող Հիսուսն է։ Ամեն։ Ինչևէ, վերադառնանք մեր կույսերին, հա։ Եվ հետո այն մյուս կույսերն էլ եկան եւ ասեցին. Տեր, մեզ թող մտնենք, բաս մեզ։ Ասում է, եւ նա պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Մենք որ կարդում ենք Քրիստոսի մասին, գիտենք թե ինքան բարի պապա է։ Բայ։ Կգաս կասես, ես քո մոտ եմ ուզում ու ձեռներս ես բացելու եք ես գրկելու է։ Իհարկե բարի հայր է, իհարկե ողորմած Աստված է, բայց արդար դատավորել է։ Սուրբ արքայել է, մաշող կրակել է։ Պետք է դա չմոռանանք, գիտեք։ Մեր Քրիստոսը իհարկե սիրում է, իրեն շատ ոչ մեկ չի սիրում քեզ, ոչ էլ ինձ։ Իմ երեխքներն էլ ինձ շատ է սիրում։ Բայց ամենակարողը պետք է հասկանանք, որ ամենակարող Աստվածը նույնպես արդար դատավորել է։ Պետք է մեր ժամանակները ճիշտ գնահատենք, որ հետո կանգնենք դեմը, չամաչենք ինչ որ արել ենք։ Մեր կյանքից չամաչենք, այլ դες համարցակ աղոթներից մեջ ես լինում։ Երբ որ ճիշտ կյանքով ես ապրում, երբ որ ժամանակը գնահատում ես, իր այցելության ժամանակը ճանաչում ես, մի քիչ համարցակել ես ապրում։ Գիտես աղոթներից մեջ ես համարցակ, որովհետև գիտես դու Տիրոջ գործն ես անում։ Մի բան խնդրելուց, եթե հասկանում ես, որ դա Տիրոջ կամքն է, չգիտեմ, Ֆերարի չես քեզ խնդրում, այլ ապաշխարություն ես խնդրում բարեկամների համար, ավելի համարցակ ես խնդրում այլ։ Ավելի համարցակ ես ապրում։ Էլի հիշեցի, բանը, տաքսի նայել եք, չէ՞։ Այն որ բանը, կնյազը մտնում է սկզբից, ո՞նց է սկսում։ Մտնում է սկզբից, մեկ է տենում է բանը, Նունուֆարը ընկեր Փիլոյանի գիրքն է։ Ասում է Նունուֆար։ Նամակներ ախպում էլի։ Բան եմ տեսել, հա։ Մեկ է մտնում է Փիլոյանի մոտ ասում է այն ծանրեր, որ sense գրկել է։ Գիտես, երբ որ սխալ բաներ ես անում, ճիշտ ժամանակները չես օգտագործում, արդեն ամաչում ես։ Արդեն հիշում եք ինչ մի հատ թազա մեքենա, իրան տվեցին մեկին, այն որ հիներ դուս գրեցին արդեն իր անձնականը դարձավ։ Շնամին արդեն գալիս է ինչ ուզում է վեկալում է քո կյանքից։ Բայց որ դու մաքուր ես ապրում, արդար ես ապրում, արդեն ինչ ուզում է գասի։ Հանգիստ ես։ Համարցակ ձևով ես խնդրում, համարցակ ձևով ես քայլում Տիրոջ առջև։ Դու համարցակ ես լինում։ Եթե դու ուզում ես համարցակ լինես, պետք է ճիշտ գնահատես ժամանակները։ Պետք է մաքուր կյանք ապրես։ Ես չեմ օգնում այդ մասին ասելու, սուրբ պետք է ապրես։ Տեր ասում է սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Գիտեք, դա այնպես ֆանտաստիկա չէ, էլի, ասենք, որ հա ասում են, եկեղեցի եկել ենք, պետք է ասենք, դե սուրբ ապրեք, ոչ ենք ասելու, պիղ ձևով ապրեք։ Չէ, սիրելիս, կարաս սուրբ ապրես։ Քրիստոսը մեր համար օրինակ է։ Ինքը ցույց տվեց, որ դու կարաս ես կյանքում ապրեսնես, որ ինքը ապրես։ Ինքը որպես մարդ բոլոր փորձությունները անցավ, ոչ թե որպես Աստված անցավ, այլ որպես մարդ անցավ, որ ցույց տա մեզ օրինակ, որ կարաս անցնես, դու մարդ ես, դու կարաս անցնես։ Երբ որ Սատանան գալիս էր գայթակում էր Քրիստոսին, ինքը որպես Աստված չանցավ, է, շատերն ասում են ինքը դե Աստված էր, հո ես Քրիստոս նման չեմ։ Բայց Քրիստոսը որպես մարդ ցույց տվեց քեզ։ Օրինակ ցույց տվեց, որ կարաս անցնես գայթակությունների ժամանակ, կարաս ճիշտ ժամանակը օգտագործես, կարաս ճանաչես այցելության ժամանակը։ Կարաս ճիշտ իմաստուն ձևով անցկես քո կյանքը։ Մի բան եմ հասկացել, խի ուզեցի այսօր կույսերի առակի մասին խոսամ, գիտեք ինչ։ Դա մեր համար է, ծառայողների համար է։ Լապտերները Նես բան դեր բացես, որ լապտերները ծառայությունն է։ Իսկ յուղը օծությունն է։ Երբ որ դու մտնում ես ծառայության մեջ, մի բան ուզում ես անես Տիրոջ համար, շատ կարևոր է օծությունն էլ վերցնես։ Շատ կարևոր է, որովհետև ժամանակին լապտերները վառվում էին։ Հետո յուղը որ չկար, լապտերները սկսեցին հանգել։ Շատ կարևոր է, երբ որ դու ուզում ես Քրիստոսի համար մի բան անես, ծառայության մեջ մտնես, շատ կարևոր է, որ օծությունն էլ հետ վերցնես։ Օծություն տվողը Տերն է։ Յուղը օծության խորհրդանիշն է Աստվածաշնչում։ Լապտերները քո ծառայությունն է, օծությունը Տիրոջից է գալի։ Շատ կարևոր է, որ ծառայում ես, Տիրոջ հետ ծառայես, Տիրոջով ծառայես, ինչ որ անում ես Քրիստոսով անես, Իրանից օծություն ստացած անես։ Շատ մարդիկ կառուցում են իրենց հոգևոր կառույցը, բայց ճիշտ հիմքի վրա չեն կառուցում։ Մարդ կարա 30 տարի մի բան կառուցի, բայց եթե Քրիստոսի վրա չի կառուցվել, հետո ընկնելու է, ջարդվելու է։ Ասում եմ, այն տան ընկնելը շատ մեծ եղավ։ Այն տան ընկնելը։ Շատ կարևոր է, որ ինչ որ դու կառուցում ես քո կյանքում, քո ծառայությունը, քո ընտանիքը, քո բիզնեսը, ամեն ինչը Քրիստոսի վրա կառուցես։ Ճշմարտության վրա կառուցես, սրբության վրա կառուցես, որտեղ ժամանակները գալու են,
Այդ հեղեղները գալու են, քամիները փչելու են, փոթորիկը գալու է, այն ժամանակ ամեն մեկի գործը փորձվելու է։ Ամեն մեկը տեսնելու է դու ինչից ես շինե ու ինչի վրա ես շինե, չէ՞։ Մի ուրիշ տեղել ասում է քարից ես շինե, թե փեդից ես շինե, թե ծղոտից ես շինե։ Գալու են փորձությունները, երբ որ դու տեսնելու ես արդեն ով ինչից է շինե իր կառույցը։ Թող մեր Տերը օրհնի մեզ, մենք էլ իմաստուն գտնենք, որ մեր հոգևոր կառույցը շինենք ճիշտ հիմքի վրա ու ճիշտ բաներից շինենք, ճշմարտության վրա։ Մի քանի եզրակացություն կա, որ կարելի է անել այս արակը կարդալուց։ Առաջինն է, որ գիտես, հնարավոր չի որոշ բաներ ձեռք բերել արդեն, երբ որ ժամանակ արդեն եկել է։ Օրինակ, ով որ ինստիտուտ է սովորում, չես կարող պատրաստվես հենց քննության օրը քննությունին պատրաստվես։ Շատ դժվար է, գիտես։ Դեք, մենք կարող ենք, ես էլ եմ սովորել, գիտեմ։ Բանը, բայց վատ ես պատրաստվելու։ Եթե ուզում ես, որ լավ գնահատական ստանաս, պետք է նախորոք սկսես քննությանդ պատրաստվելը։ Քննության օրը, երբ որ արդեն նստած ես կես ժամ մնացել, որ ասա մտնես, շատ դժվար է պատրաստվելը։ Մի քանի բան կարդում ես, մտնես, ինչա որ 3 հանած ստանաս, 3-ին մինուս չգիտեմ ինչ ստանաս։ Այնքան որ մի ձև հանձնես քննությունդ։ Բայց եթե ուզում ես լավ գնահատական ստանաս, պետք է նախորոք պատրաստես։ Կամ եթե ասենք ինստիտուտ սովորել ես 5 տարի, հետո մտել ես միտեղ գործի, չէ՞։ Մարդիկ սպասում են, որ արդեն դու սովորած ես։ Արդեն ուշ ես սկսել հասկանալ ինչ պետք է անես, որ արդեն գործ ես մտել։ Արդեն քեզից սպասում են, որ դու արդեն պետք է արդեն արդյունքը ցույց տաս սովորելու։ 5 տարի ոստի չես սովորել, չէ՞, ամեն ինչի ժամանակ կա։ Ամեն ինչի։ Բաներ կա մեր կյանքում, որ արդեն պետք է մենք սկսենք արդեն պատրաստվելը։ Ուշ կլինի որոշ բաները փորձելու հասնելու։ Մի ուրիշ միտք էլ պետք է հասկանանք, որ բաներ կան, որ ուրիշից չես կարող ստանաս։ Հնարավոր չի։ Քեզ մերժելու են։ Ես ասո այդ հարաբերությունները ուրիշից չես կարող ստանաս։ Պետք է դու կառուցես քո հարաբերությունները։ Մեր, ասենք, ինը ամուսնով չի փրկվելու։ Իշ մեկ Քրիստոս ասում է մի կրավատի վրա մարդու կնի քնած են, մեկը վերցնելու է, մեկը թողնելու է։ Արտում երկուսը կան, մեկը վերցնելու է, մեկը թողնելու է։ Ասում չես կարելու, ոչ էլ իմ երեխեքը կարան իմ հավատքով փրկվել։ Իմ երեխեքը պետք է իրանց հավատք ունենան։ Պետք է Քրիստոսին ճանաչեն։ Հնարավոր չի, ինչքան ուզում է քո հայրը, քո մայրը օցիալ մարդ լինի, ինչքան ուզում է իրանք օրհնված լինեն, եթե դու Քրիստոսին չես ճանաչում, քո հարաբերությունը չունես, ուրիշից չես կարող վերցնես։ Հնարավոր չի։ Իհարկե Տերը օրհնում է, չէ՞, մեր կյանքը օրհնում ասում է, կօրհնեմ քո 1000 սերունդներ միջև։ Բայց եթե դու հարաբերություններ չունես Տիրոջ հետ, ուշ ալենելու։ Ժամանակը գալու է փեսային հանդիպելու ես, արդեն ասելու ես, բա հերս էս ինչ բաներն արել, ասելու ինչ անեք, երետ արել, երետ ստացավ։ Դու ինչ։ Քրիստոսին ճանաչում եմ, Պողոսին գիտեմ, դու ինչ։ Դու ով ես։ Շատ կարևոր է որ հասկանանք, բաներ կա, որ ուրիշի չեն կարող վերցնել։ Մեր հոգևոր արժեքները, մեր բնավորությունները, չես կարող ուրիշի բնավորությունով փրկվես, ասես, իր բնավորությունը այնքան լավն է, բայց դու կռվարար ես, չգիտեմ, կռիվ ես։ Բանսարկու ես, բամբասող ես։ Չես կարող ասես, ասենք քուրս լավն է։ Ինչ անենք որ քուրդ լավն է։ Լավն է իր համար լավ է։ Դու էլ քո համար պետք է լինես։ Բաներ կա, որ չես կարող ուրիշից վերցնես, քոնը պետք է ունենաս։ Հավատք այդ բաներից է, քո հավատքը պետք է ունենաս։ Քո Քրիստոսին պետք է ունենաս։ Գիտեք, որ շատ հետաքրքիր է, որ Տերը ոչ միտեղ չկա, որ գրում է Տերը ջան, դիմում եմ ձեզ, ասում է դիմում եմ քեզ, հայրին։ Դիմում ես, որովհետև քո հայրն է։ Իրան ես դիմում, անձնական ես դիմում։ Ոչ թե ուրիշն է, ասում ես, չգիտեմ, բանը, մորքուրիս մարդու Աստված։ Ասում ես իմ Աստված։ Քոնը պետք է լինի։ Բաներ կա այս կյանքում, որ պետք է քոնը լինի։ Ուրիշ չես կարող վերցնես։ Թող Տերը օրհնի մեզ, որ մենք ունենանք այն ինչ որ մեզ հարկավոր է, երբ որ մենք հանդիպենք փեսային, իրես մեր երեսները բարձր պահենք։ Հանգիստ լինենք, համարձակ լինենք, երբ որ Տիրոջ հետ հանդիպում ենք։ Այդ հարաբերությունները Տիրոջ հետ պետք է այսօր ես ու դու կառուցենք, սկսենք կառուցել։ Մենք պետք է խորանանք, փորենք ու հիմքը ժայռի վրա դնենք։ Թող մեր հիմքը միշտ ժայռի վրա լինի։ Ամեն մի հոգևոր կառուցել պետք է ճիշտ կառուցենք։ Թող Աստված օրհնի մեզ։ Ես խնդրում եմ ձեզ ոտքի կանեք, աղոթելու ենք իրար հետ, որ մենք ճանաչենք այցելության ժամանակները։ Գիտես, խոսք այսօր անվանել եմ բանը, յուղ դուր փեսանեկավ։ Յուղ դուր փեսանեկավ։ Շատ հաճախ մարդիկ ասում են յուղ դուր փեսանեկավ արդեն, բայց ուշ ալնելով։ Այդ յուղը պետք է պատրաստվեր արդեն։ Յուղը արդեն պետք է դեմից հետդ վեկալած լիներ։ Թող Տերը օրհնի մեզ, որ մեր յուղը միշտ չպակասի։ Դեք օրհնության խոսքից մեկն է, երբ որ մեր ովներն է սիրում, ես էլ եմ շատ սիրում այդտեղ, ասում է հանդերձները միշտ սպիտակ լինեն ու գլխի յուղը չպակասի։ Պետք է գլխի յուղը չպակասի։ Պետք է յուղը միշտ հետդ լինի։ Քո յուղը միշտ հետդ պետք է լինի։ Թող Տիրոջ օծությունը զորությունը միշտ քո վրա լինի։ Ու հանդերձները միշտ սպիտակ բայ, որ յուղը չպակասի։ Դա փոխկապակցած է, գիտես։ Եթե հանդերձները սպիտակ չի, յուղը պակասելու է։ Թող Տերը օրհնի, որ մեր հանդերձները միշտ սպիտակ լինեն, որ մեր գլխի յուղը չպակասի։ Թող Տերը օրհնի մեզ։ Տեր, շնորհակալ եմ քեզանից, գոհանում եմ, Տեր, որ քո նման Աստված ունենք։ Տեր, խնդրում եմ քեզ,
Օրհնի, որ երբ որ դու այցելելու ես մեզ, մենք պատրաստ լինենք Տեր։ Մենք ճանաչենք այդ այցելության ժամանակները Տեր, որ մենք միշտ ունենանք այդ յուղը Տեր։ Այդ յուղը միշտ ունենանք Տեր։ Խնդրում եմ քեզ, որ մենք չգնանք ուրիշին ասենք յուղ դուր փեսան եկավ, փեսան գալիս է, որ այդ յուղը միշտ ունենանք Տեր, որ պատրաստ լինենք Տեր Հիսուսի անունով, որովհետև պատրաստները մտան քո հետ հարսանիք եւ դուռը փակվեց Տեր։ Խնդրում եմ քեզ, օրհնի, որ դուռը մեր հետևից փակվի, ոչ թե մեր դեմից Տեր, խնդրում եմ քեզ, որ մենք մտնենք այդ հարսանիքին Տեր, կանչվածների թվում լինենք Տեր Հիսուսի անունով, փրկվածների թվում լինենք Տեր։ Տեր, խնդրում եմ քեզ, օրհնի, որ մենք ճիշտ նայենք մեր կյանքին, ճիշտ տեսիլք ունենանք Տեր, ճիշտ գնահատենք ժամանակները Տեր։ Բացի մեր հոգևոր աչքերը Տեր, որ այս տարի, որ հոգևոր աչքերի տարի է, որ տեսողության տարի է Տեր, բաց աչքերի տարի է, որ մենք ճիշտ տեսնենք ժամանակները, որ դու տալիս ես մեր կյանքում, եւ որ մենք կարանք կառուցենք Տեր, ճիշտ հիմքի վրա կառուցենք Տեր։ Ճիշտ հիմքի վրա, հիմքը դնենք ժայռի վրա, ժայռը դու ես Քրիստոս։ Որ մեր կյանքի ամեն մի կառույցը, մեր հարաբերությունները Տեր քո հետ, մեր ընտանիքի հետ, մեր երեխեքի հետ, մեր ծնողների հետ, ամեն մեկի հետ ճիշտ հիմքի վրա կառուցենք Տեր, խնդրում եմ քեզ։ Օրհնի, որ ճիշտ հիմքի վրա լինի, որ այդ փոթորիկները երբ որ գան, հեղները գան, մեր հոգևոր կառույցը կանգուն մնա Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որ քո նման Աստված ունենք։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որ դու իմաստուն ձևով մեզ սովորեցնում ես Տեր, քո խոսքի միջոցով։ Տեր, քո խոսքը լույս է Տեր։ Դու կյանքի աղբյուր ես, դու կենաճյուր ես Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզանից, որ քեզնից կարանք սովորենք Տեր։ Օրհնի, որ քո խոսքը կարդալուց, քո խոսքը քննելուց Տեր, ճիշտ օրինակներ տեսնենք, ճիշտ եզրակացություններ անենք, ճիշտ կարծիքներ կազմենք Տեր, որ մեր կյանքը օրհնվի Տեր, որ մենք օրհնված լինենք, որ մեր կյանքի ամեն մի բնակավարը օրհնված լինի։ Մենք գոհանում ենք քեզանից Հիսուսի անունով։ Մենք գոհանում ենք քեզանից։ Փառք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։